Երուսաղեմում ունենք խնդիր նախորդ տարի դուք այդ հարցը բարձրացրեցիք, վերջերս էլ եղել եք Իսրայելում, կխնդրեմ ներկայացնեք այնտեղի այդ խնդիրները որքանով կարգավորվեցին եւ եթե չեմ սխալվում Իսրայելի ղեկավարությունը նոր գույքահարկեր է նաեւ սահմանում, դա եւս դժվարություն է նաեւ տեղի հայերի համար, այդ մասին էլ խնդրեմ։ Այո, եւ սա էր պատճառը նաեւ, որ այցելեցի Իսրայել դեկտեմբեր ամսին, ընդ որում նշեմ, որ 2010 թվականն վերջին տարին էր, որ որևէ հայ պաշտոնյա այցելել էր համայնքները Իսրայելի, մեր հայկական, հետևաբար շատ հետաքրքիր այց էր, շատ հաջող այց էր նաև, իհարկե պատրիարքի հետ, Նուրան պատրիարքի հետ քննարկեցինք բոլոր այս հարցերը, այսպես սառնասրտորեն եւ բարեկամաբար, որովհետեւ մենք շատ սրտացավ ենք մեր հայրենակիցների համար ընդեղ, մեր նաև պատմական ներկայությունը իրոք շատ տպավորիչ է, եթե մարդիկ եղել են Երուսաղեմում եւ ծանոթացել են պատրիարքարանի ներկայության խորությանը եւ ծավալին, ընդեղ հաշվի առնելով այդ քաղաքի կարեւորությունը համաշխարհային մասշտաբներով, մեր համար պետք է շատ կարեւոր լինի մեր կարգավիճակը ընդեղ եւ մեր կարգավիճակի պահպանումը։ Հիմա այն խնդիրները, որոնց մասին դուք նոր խոսեցիք, մանավանդ կապված տարածքների վարձակալման հետ, հարվածի տակ են դնում այդ ներկայության կամ կարգավիճակը։ Հետևաբար այդ մի անհանգստությունն է, որը բոլորս կիսում ենք, խոսեցինք դրա մասին, այս հարցերը հանգուցալուծված չեն, դատական գործեր կան, կապված այս ամենի հետ եւ այդ գործերը շարունակվում են։ Ես առաջարկել եմ մեր աջակցությունը նաև պատրիարքարանին իրատեսորեն, այսինքն ինչ հնարավորությունները որ Հայաստանը կարող է աջակցել այս հարցում եւ կոնկրետ ինչ որ արձագանք չկա, որովհետեւ կրկնում եմ դատական գործերը ընթանում են, դատական գործերը լուրջ են եւ իրավական հիմքերի վրա են, ոչ թե ասենք դիվանական, դիցաբանական կամ քաղաքական Ինչ կապված է հարկերի հետ, հարկերի հարցը ըստ պատրիարքոր բանակցվում է Իսրայելի իշխանությունների հետ, այս նույն հարկերը նաև չեմ ուզում ասել առաջարկվել են կամ դրվել են նաև բոլոր մյուս կրոնական համայնքների վրա, այնպես որ դեն զուտ հայկական խնդիր չի, բայց բնական է, որ հսկայական ֆինանսական բեռ կհանդիսանա պատրիարքարանի վրա եւ դա մի հարց է, որ էլի կասկածի տակ է դնում մեր հայկական ներկայությունը այնտեղ, հետեւաբար բանակցում են պատրիարքարանը, մեր հայրենակիցները եւ այսպես մենք այնտեղ ունենք շատ հետաքրքիր համայնք, ունենք հին մի քանի շերտանոց այսպես համայնք, մեկը հին հայեր են, որոնք դեռ մինչեւ ցեղասպանությունն են տեղափոխվել Երուսաղեմ եւ այսպես բնիկ են համարվում Կան հայեր, որոնք ցեղասպանությունից հետո են եկել եւ օթևան են գտել այնտեղ եւ կան սովետական միության փլուզումից հետո գնացած հայերը։ Երևի 4-րդ խումբն էլ դա արդեն մեր հոգեվոր հայրերն են, որոնք այնտեղ հոգեվոր ծառայության են իհարկե եւ նրանց մեծ մասը Հայաստանից է, դա էլ նշենք։ Եվ այս խմբերը որոշ չափով իրարից զատ են ապրում, որոշ չափով միասին են ապրում Բայց իհարկե բոլորը միավորված են պատրիարքանի հայկական թաղամասի կարգավիճակի շուրջ։